Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Սկսում ենք նոր վլոգ, շատ հետաքրքիր վլոգ ա լինելու եւ ուշադրություն։ Առաջին անգամ իմ ալիքում կտեսնեք լայվ վիրահատություն, այնպես որ երեխաներին կարող եք այդ պահերին հեռու տանել էկրաններից, թե ինչ, սկսեցինք։ Ինձ մոտ այսպիսի խառը իրավիճակ ա, որովհետեւ ես հավաքում եմ իմ ճամպրուկը, վա մեկնում ենք Գերմանիա։ Նայեք, ժամը 10-ն ա լինում արդեն։ Ճամպրուկս պատրաստ ա, իրերս պատրաստ ա ու ինչ եմ անում։ Դեր ասեմ վիճ զուրճ կամ ասում դու ես գիշերով, ասեմ հա, արի լավ ասում, արի կես բաժակ խմենք, մենք մի հատ դրսով մաքուր օդի։ Լավ տանեմ, հետո բերեմ կլցնեմ։ Անձրև ա գալիս։ Մաքուր օդ ա, անձրևի ձայնը, ջրի ձայնը, ու մենք հիմա այստեղ կնստենք ու սուրճ կխմենք։ Բարի լույս սիրելիներս, ողջույն։ Ահա եւ եկավ, հասունացավ այն պահը, երբ որ գնում եմ։ Ճամպրուկս պատրաստեցի, ճիշտ է շատ գործ ունեի անելու, շատ զբաղված էի։ Այսինքն արագ երեխեքին Զոյկային Ալենին, չոր ցենց հանձնարարականներ, բաներ, ինչ կանեք, որտեղից ինչ կվերցնեք, ինչ ու հասցրեցի մի քանի ժամ էլ քնեմ։ Հիմա գնում ենք, բայց բանն այն է, որ այսօր մինչև ժամը 12-ը պացիենտներ ունենք, այսօր էլի լազերային օր ա, լազերային վիրահատություններ ունենք առավոտ ժամը 7:30-ից, հիմա դեռ 6-ն ա։ Ու դրանից հետո վերջացնենք, հետո կգնանք երևի միտեղ հաց կուտենք, նոր դուրս կգանք կամ ճանապարհից կվերցնենք կամ ճանապարհին կկանգնենք, չգիտեմ։ Բժշկուհու մեքենայով ենք գնալու, դե իհարկե ասեցի արդեն սկզբում ինքնաթիռով էինք որոշել, հետո իմ վախերի պատճառով, որ չգիտեմ ոնց կլինի, ոնց կտանեմ, հետո քանի օր ուշքի կգամ, դրա համար քենսել արեցինք, հետո ավտոբուսներով մտածինք չի ավելի լավ է, եթե ավտոբուսով այդքան երկար, սեփական մեքենա, որ երբ ուզենք կանգնենք, երբ ուզենք դուրս գանք, ու այդպես բժիշկն ասեց լավ։ Բժշկուհին ասեց լավ, ես կվարեմ, կգնանք, չգիտեմ, իմ հաշվարկներով 8 ժամ ա տալիս, ամեն դեպքում հանգստանալով կգնանք։ Այդպես լավ գնացինք, դե արդեն կողջունենք իրար ճանապարհից, գնացինք։ Ամբողջ ճանապարհին 2 ժամ ու կես արդեն գնացել ենք, չհաշված խցանումները, ու հիմա կանգնել ենք, արդեն դուրս ենք եկել Ավստրիայից, Ավստրիայի սահմանն անցել ենք, Գերմանիայում ենք, ու այստեղ շատ լավ սրճարան, ռեստորան կա, այսպես կանգնել ենք մի հատ համեղ սուրճ խմենք ու նոր շարունակենք մեր ճանապարհը։ Իհարկե ճանապարհը սպասվածից ավելի երկար տևեց, ես հենց այդպես էլ հաշվարկել էի, որ 5 ժամից 5 ժամ ու կեսի փոխարեն գալու ենք 8 ժամ ու կես, քանի որ այսօր բոլորը ուղևորվում են դեպի Նյուրնբերգ ու մենք էլ արդեն հասանք, սա էլ մեր հյուրանոցն ա։ Գնանք տեղավորվենք ու մի հատ լոգանք ընդունենք ու դուրս գանք հաց ուտելու։ Սա մեր հյուրանոցն ա, այսինքն սիրուն հարմարավետ, իհարկե բժշկուհին կողքի սենյակում ա, այստեղ էլ ես ու գործընկերուհիս ենք լինելու, այսպես շատ հարմարավետ սիրուն սենյակ ա, ամեն հարմարություններով։ Մի հատ արագ իրերն էլ դասավորում ենք, որոշում ենք ինչ ենք հագնում ու դուրս ենք գալիս հաց ուտելու, շատ հավես իտալական ռեստորաններ ու ես ինչպես միշտ իմ ծովամթերքներով, իրենք էլ սպագեցի են ուտում։ Այստեղ էլ տիրամիսու պատվիրեցինք, ամեն ինչ շատ համեղ էր։ Վերջ գնացինք, հաց կերանք, եկանք լոգանք ընդունեցինք, հիմա ժամանակն է պարկել հանգստանալու, որովհետև առավոտ շուտ 8-ին պայմանավորվել ենք ներքևում, որ նախաճաշենք, ինչպես հասկացաք, ես ու գործընկերուհիս մի սենյակ ենք վերցրել, մեր ցանկությունն ա եղել, իհարկե բժշկուհին կողքի սենյակում ա, որ հազում ա, այստեղ լսում ենք, ու հա, նախաճաշենք ու միանգամից հենց այստեղ մոտ է այդ կոնգրեսը, այդ տեղը, միանգամից կգնանք, այնպես որ բարի գիշեր,
Առավոտ նորից կնայեմ հնարավորության սահմաններում գոնե մի փոքր կնկարեմ։ Ես էլ եմ շատ անհամբեր, որտեղ շատ մարդ է լինելու, շատ տարբեր տեղերից։ Տեսնենք։ Zum neuen Gerät. Und also müsste ich das ja auch alles erst Ein kleiner Bärchen. Ja, Berliner Bär. Մետրոյից դուրս եկանք։ Ինքան նման է Վիեննային։ Չնայած որ կոնգրեսում կար հյուրասիրություններ, բայց բժշկուհին որոշեց մեզ տանի հրապարակ, այսպես ասած, որպեսզի համ տեսենք Նյուրնբերգաները, այս համեղ բրդուճները, որոնք ավանդական է այդ քաղաքի համար։ Իդեպ պետք է նշեմ, որ շատ համեղ էր, թթու աղամբով, այդ փոքրիկ երշիկները մի խոսքով կարող էր կետչուպով ուտել, մայոնեզով կամ սենֆով ու շատ համեղ էր, ինձ որ շատ դուր եկավ։ Քանի որ դեռ ժամանակ ունեինք, ընդմիջման ժամը չի վերջացել, նստեցինք մի տեղ էլ սառը ոչ ալկոհոլային կոկտեյլ խմեինք ու նոր վերադառնանք կոնգրես։ Interested in optics. Many years ago, I edited this handbook of digital optics, and it's out the second edition. There is a lot of information about basic optics, but also about the intraocular lenses. Das sind dann so Linsen, wie sie aussehen. Sehr häufig kann es auftreten, zum Beispiel im Zusammenhang mit Operationen am Auge, wo Luft-Gas-Gemisch mit der Linse einhergeht, also bei einer DMEC oder bei DMV. Wie mit der rechten Hand, im Gegenteil, der Fakotip ist sogar das ruhigere. Das heißt, wenn ich es mir aussuchen müsste, würde ich sogar den Fakotip in der nicht dominanten Halt halten. Das ist auch der gleiche Grund, warum ich manuell auch die Rinde aspiriere. Ganz herzlichen Dank. Վերջ եկանք, փոխվեցինք, պատրաստվեցինք ու հիմա նորից դուրս ենք գալիս, գնացինք։ Ganz nach hinten und dann hat er immer die Rede gehalten. Hat er halt sein Ding gemacht hier. Das ganze historische Platz hier. Das ist wahrscheinlich bei der Nürnberger Prozesse, ne? Deswegen ist es ja auch in Nürnberg passiert. Genau. Genau. Nürnberg war Hochburg für die Nazizeit. Möge jetzt nicht wieder kommen, ja?
Patienten oft in den Innenstädten so glücklich. Da schaut so ein bisschen mehr nach Leben aus, gell? Ja. Das war jetzt das Essen geschmeckt. Das war jetzt so eine Feier von der Messe irgendwie gewesen lassen. Ob zu Job bei dem Buffet, was das so geben hat. Սիրելիներս արդեն կես գիշերն անց է, մենք այս ընթացքում հասցրեցինք մեր, որ հրավիրել էին մի 2-3 տեղ մտնել, իհարկե վերջում որոշեցինք գնալու մենք առանձին մեր համար վերջնական ընտրել, հանգիստ, հեռու այդքան շատ բազմությունից, սենց սիրուն քաղաքում պտույտ ենք անում, գնանք քնենք, հանգստանանք, այստեղ արդեն հաջորդ առավոտ շուտ է, իջել ենք նախաճաշանենք, որպեսզի նորից գնանք կոնգրեսի։ Նախաճաշեցինք, դուրս եկանք, բայց այնքան շոկ էր, որ մինչև հասնում ենք տեղ արդեն իսկ նորից ցանկություն կա ետ գալու եւ լոգանք ընդունելու, ընդամենը ճանապարհն անցնում ենք ու այս մեծ շենքը արդեն իսկ կոնգրեսի շենքն է, բայց ինքն այնքան մեծ է, որ պետքա սենց պտտվել, ամբողջ կողքով պտույտ անել, մինչև հասնել գլխավոր մուտքին, որովհետեւ այս կողմից մուտքերը փակ էր, պետքա միայն գլխավոր մուտքով մտնել, հետո իհարկե ոտքով արդեն մեջի կողմով մինչև այս ծայր, այն ծայր գնում գալիս էինք, էլի այնքան շատ քայլելու տեղ կար, հսկայական մեծ տարածք։ Ժամանակին հասցրեցինք նույնիսկ 10 րոպե էլ շուտ, ուղիղ ժամը 8-ին սկսվելու է լայվ վիրահատությունը, որը լայվ հենց հատուկ պատրաստված է այս տարվա, այսօրվա համար հատուկ գրանցումներով ու մենք էլ գրանցված ենք, որպեսզի հենց միանգամից ուղիղ եթերով տեսնենք վիրահատությունները, թե ինչպես ընթանում, առաջինը եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունն է։ Der Universitätsaugenklinik des Saarlandes in Homburg. Ich möchte Ihnen gerne das Team vorstellen, was Sie möglichst gering hält. Jetzt kleben wir diese zwei Fäden fest, damit der Limbus absolut horizontal ist. Lidsperre so weit auf wie es geht, damit wir viel Platz haben. Dann wird getrocknet die Oberfläche und dann markieren wir. Das Problem der Software ist die Keratotomie-Marker beim Patienten. Ich mache hier keine Parazenthese bei Zähnen, die ich normalerweise mache, weil ich sonst möglicherweise die Saugung nicht beibehalten kann. Nachdem wir so einen ausgeprägten Kegel haben, den wir auf keinen Fall aplanieren wollen, nehmen wir einen sogenannten Spacer. Der Spacer ist so ein Metallteil mit vielen Löchern, den wir hier noch aufsetzen können, damit diese Kammer für das Liquid Interface passt, Saugung passt. Saugung steht. Moment, ich muss jetzt anschauen. Dann darf ich erstmal diese Badewanne im Mambo-Tanz etwas verbiegen. Passt. Passt, für mich sitzt. Und jetzt zentrieren wir wieder. Also nach oben noch. Sie verzogen. Haben wir Pupille im Wundspalt oder nicht? Und jetzt machen wir unsere typische Anti-Bisatergo-Lagerung. Der Patient wird in 60 Grad Oberkörperlage gegeben. Der Kopf wird nach hinten gelagert.
also eine Lagerung so, von so nach so. Und damit ist das Blut dort, was hingehört, nämlich in den Füßen und nicht im Auge. Und so hoffen wir, dass wir unter Gabe von Manit und auch von Diamox eine akzeptable Situation haben. Ich löse jetzt den Lidsperre etwas. Sie sehen, es kommt von 8 bis 10 Uhr die Iris heraus. Das ist kein Beinbruch, da muss man keine Angst haben. Es ist durch den Ansaugdruck bei der Perforation. Wir können jetzt trotzdem mit einer Pinzette das Exzisat komplett herausnehmen, ohne zu schneiden. Das ist wirklich ein Genuss. Isatergo ist mindestens 2 bis 3 vielleicht sogar, ist eine relativ junge Frau. Anästhesist, der tut, was geht. Das ist natürlich ein Vatersauge. Wir machen trotzdem eine Iridotomie bei 12 Uhr, um ein Uret-Savalia-Syndrom zu verhindern. Dann kommt das Transplantat. Das sind immer noch die Bläschen von der Präparation da. Das stört uns überhaupt nicht. Wir haben jetzt bewusst beim Spender keine Markierung gemacht, weil die meistens nicht zusammenpassen. Deswegen orientieren wir uns an den Markierungen beim Patienten. Wir starten den ersten Situationsfaden immer bei 6 Uhr. Schlaufen nach rechts, eine Schlaufe nach links, immer axial ziehen, eine Schlaufe nach rechts. Und jetzt sind wir natürlich etwas hilflos bezüglich des zweiten Situationsfadens. Das ist eindeutig der Nachteil, also da muss die Firma liefern, sonst wird das nicht so, wie man sich vorstellt. Also jetzt haben wir hier einen Kompromiss gefunden. Wir stechen also hier bei einer Markierung beim Patienten ein und versuchen zu gucken, es ist also eindeutig nicht ausreichend zentriert, das heißt, wir müssen deutlich rüber. Ich steche hier beim Spender nochmal. Also jetzt haben wir eine gute Verteilung von Gewebe. Das ist die Aufgabe der zweiten Situation, die natürlich beim Excimer-Laser mit dem Zähnchen und der Kerbe unumstritten festgelegt ist. Und die zweite Situation ist ganz entscheidend für den Astigmatismus später, das wissen Sie alle. Wie tief stechen wir? Wir intendieren prädestinal zu stechen. Auf keinen Fall zu oberflächlich. Im Zweifel, wenn Sie nicht genau wissen, lieber durch. Es gab eben Berichte, dass nach Fadenentfernung bei durchgestochenen Fäden es zu einer Endophthalmitis gekommen ist. Also deswegen intendieren Sie prädestinal. Und manchmal, wenn die Wirtshornhaut beim Keratokonus sehr dünn ist, dann müssen Sie zwangsläufig, wenn Sie beim Spender prädestinal sind, einfach durch die Vorderkammer stechen. Und erst dann wieder auf Gewebe treffen, wenn Sie nahe dem Limbus sind. Jetzt sehen Sie wieder die Wave of Decimet, sehen Sie dieses Dreieck hier. Ich schiebe also mit meiner Nadel die decimetrische Membran nach vorne. Das ist ein idealer Stich. Sie sehen, das passt ideal, da gibt es keine Zwickel oder da gibt es keine Überstände. Laserkeratoplastik ein Drama, man muss immer 2, 3 Nähte nachlegen. Sehen Sie, man kann ja drauf rumspringen, tanzen, das ist dicht. Jetzt schneiden wir die Haltefäden ab und dann machen wir noch die Placidoscheibenkontrolle, um zu sehen, ob wir eine schöne... Indiskutabel, muss man etwas weniger charmant zu sagen, wenn man am Ende eine Kontaktlinse aufsetzt. Etwas ist dicht oder ist nicht dicht. Und es hat dicht zu sein.
Սիրելիներս, հաջորդը արդեն կերատոկոնուսի վիրահատությունն է։ Իհարկե, սխալ չհասկանաք, վիրահատություններն արդեն իսկ կատարվել են օրեր առաջ, ուղղակի այնպես է կատարված, որ լայվ տարբերակով մենք հենց այդ պահին նստած տենում ենք ամբողջ ընթացքը, ինչ որ կատարվում է հիվանդանոցում այդ ընթացքում, որովհետև վիրահատող բժիշկները, մասնագետները եւս հրավիրված են ու մենք հնարավորություն ունենք ընթացքում վերջում արդեն հարցեր տալու իրենց, մեզ հետաքրքրող հարցերին սիրով պատասխանում են։ Վերջացավ 1 ժամ-ժամուկես տևած լայվ վիրահատությունները ու հիմա սուրճ խմեցինք ու եկանք հաջորդին, որ այստեղ էլ հասցնենք, այստեղ էլ ունենք արդեն գրանցված դաս։ Dass man nicht nur Real Master nimmt. Wobei viele sagen, man soll nur Real Master nehmen. Das ist eine Սիրելիներս, մենք արդեն ճանապարհ ենք ընկնում դեպի տուն, սա մեր վերջի սուրճներ Նյուրնբերգում, թե ինչու ժամանակից շուտ դուրս եկանք, 4 օրվա փոխարեն 3 օր մնացինք, այդ մասին կխոսեմ վերջում, բայց թե այստեղ նորից այն ռեստորանում, որտեղ գալուց էինք ընդմիջել, հիմա հետադարձին ենք ընդմիջում անում, անի որ չէինք հասցրել ընտրենք մի փոքր, կընտրենք պիցցա պատվիրեցինք, պիցցա կուտենք, մեր այս ամենահամեղ կապուչինոն էլ խմենք եւ շարունակենք մեր ճանապարհը։ Ու այսպես շատ հաճելի զրուցելով, քննարկումներ անելով, թե որ մեկս ինչ վերցրեցինք, ինչ քաղեցինք այս երրորդյա, երկօրյա կամ էլ կոնգրեսից, ինչ սովորեցինք, ինչն էինք ճիշտ անում, ինչը պետքա դեռ որտեղ դեռ աշխատելու տեղ ունենք, հետաքրքիր հարցեր քննարկելով վերադառնում ենք, ասեմ, որ շատ լավ զրուցընկեր է բժշկուհին ու շատ արագ է անցնում իր այդ ժամանակը, դե Վանեսան էլ շատ է սիրում խոսալ ու այսպես թե այնպես ժամանակը շատ արագ է թռնում, երբ որ այդքան շատ խոսում են, զրուցում են ամեն տարբեր թեմաներից, մի խոսքով շատ լավ անցավ։ Ես հասա տուն ու մի հատ նայեք, այս գիշերվա կեսին, այս իմ բալիկներին ինչ անակնկալ են արել, սենց ամբողջ դռներին, որտեղ դռներ ունենք, այս մեկն եմ բայց մենակ նկարել, այստեղ welcome են գրել մամային փուչիկներ, սենց սիրուն ջերմ մթնոլորտ։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք, քանի որ որոշեցի, պետք է որ ավարտեմ այս վլոգը, որոշեցի մի հատ էլ սենց փոքրիկ ինֆորմացիա տալ, ընթացքում ասեցի, վիդեոյի ընթացքում, մոնտաժելու ընթացքում էլի կասեմ, ինչեր ուր էինք գնացել, բայց ամեն դեպքում մի հատ էլ այսպես, ուրեմն ինքը կոչվում է DOC, այսինքն դեմ ոնց որ Գերմանիան, Դոչլանդը, օպտալմոլոգիական, ակնաբուժական մեծ կոնգրեսն էր, ինքը Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, իրենց թվով մակարդակով ամենաառաջին տեղում է, իր մեծության, իր զարգացվածության ու կազմակերպչական այդ մակարդակով առաջին տեղում է, իսկ ամբողջ աշխարհում 4-րդն է, թվով 4-րդ կոնգրեսն է, որ ամեն տարի տեղի է ունենում, այս 38-րդն էր, ու այս տարի ռեկորդային թվեր էին, որովհետև միայն գրանցված 7000 մարդ կար, ստատիստիկան այդպես էր ցույց տալիս, 7000 մարդ միայն գրանցված, որ գրանցվել էին, ոնց որ մենք ասենք, որ պետքա գնանք, ներկայանանք, որ բան էինք այդ կոմբի տիկետ էինք վերցրել, այդ 3 օրվա համար այնտեղ ամեն ինչից օգտվելու համար, ու իշքան մարդիկ էլ կային, որոնք ուղակի մտնում էին, դուրս էին գալիս ուղակի այդ ինդուստրիայի այդ նորարարությունները տեսնելու, բայց ասենք քանի որ չունեին տոմս, չէին կարող մասնակցել այդ համաժողովներին, այդ բաց օնլայն վիրահատական պրոցեդուրաներին կամ դասընթացներին, դրա համար կարծում եմ, որ ավելի շատ է, մի 10000 հոգի հաստատ կար, բայց գրանցված 7000-ը ինքը ռեկորդ սահմանել այս տարի ու
Իմ համար առաջի անգամ էր մասնակցել էի էլի այդպիսի կոնգրեսների ավելի փոքր կամ վերապատրաստումների, ես ինչ որ վերապատրաստում չէր, ոչ էլ ասենք, չգիտեմ, ինքը հենց կոնգրես է, որտեղ ներկայացվում է տարեկան ամեն տարվա նոր սարքավորումները ակնաբուժության ոլորտում, նոր վիրահատական միջոցներ, նոր գործիքներ, նոր մեթոդներ, տարբեր Գերմանիայի պրոֆեսորները, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, այդ պրոֆեսորները ասենց բաց ժողովներ ա լինում, այսինքն փակ սենյակներում, բայց ավելի բաց թեմաներով ժողովներ, որտեղ նոր մեթոդներից են խոսում, նոր ինչ է լինելու դեռ այս տարի, ինչ կա արդեն, ինչ պետք անել, կարող ես ազատ հարցեր տալ ու կար նաև այսպիսի մի քանի ավելի փոքր մասշտաբի կուրսեր, որոնք մենք վերցրել էինք, օրինակ իմ համար ես այդ դրանք էի վճարել, շատ կարևոր էր, քանի որ ես կատարում եմ հիմնականում ռեֆրակտիվ հարցազրույցները պացիենտների հետ, այսինքն բոլոր տարիքային խմբի պացիենտների հետ, թե իրենք եթե ուզում են ազատվել ակնոցներից կամ կոնտակտային լինզաներից, ինչ մեթոդ կա իրենց համար համապատասխան, այսինքն սկզբում կատարվում է փոքրիկ հարցազրույց, ես կատարում եմ փոքրիկ հարցազրույց, որի արդյունքում ունենում է պացիենտը մի փոքր ինֆորմացիա, թե ինչ միջոցներ կա առհասարակ, հետո եթե ինքը համաձայն է ու մոտավոր գումար է ինչ չափերը, ժամկետները, հետո պացիենտը եթե համաձայն է այդ ամեն ինչի հետ, արդեն ունենում է մեր մոտ հատուկ այց, որտեղ կատարում ենք բոլոր հետազոտությունները, հետո արդեն բժիշկը նայում է, թե արդեն մենք իմ հետ բան անում, մենք քննարկում ենք, թե իր համար ինչն է արդյունավետ, ինչը կլինի, ինչը չէ, ասենք եթե երիտասարդա կլինի ICL լինզաներ կամ լազերային վիրահատություն, եթե ավելի տարիքով միջին տարիքյա լինզաների փոփոխություն կամ արդեն կատարակտի վիրահատություն, մի խոսքով ու հետո արդեն ես կատարում եմ իրենց հետ ռեֆրակտիվ նորից արդեն նույնը, բայց ավելի բովանդակալից հարցազրույցը, ամեն ինչով այսպես գրանցում ենք տերմինները, ամեն ինչը արդեն գնում է վճարումները ու ինձ համար շատ կարևոր էր թե ինչպես անցկացնել ռեֆրակտիվ հարցազրույցները, որ արդյունավետ լինի, ես հենց այդ էի վերցրել, բժիշկը չնայած ասում էր դե քո մոտ արդյունավետ է, բայց էսի չէ, ես ուզում եմ իմանամ արդյոք պրոֆեսիոնալ կերպով ինչպես ու ճիշտ է շատ հետաքրքիր էր մեկ անգամ եւս լսել մասնագետների կարծիքը, բայց այնքանով էր իմ համար լավ, որ ես մինչև հիմա առանց որևէ հարցազրույցի մասնակցել այդպիսի կուրսերի մասնակցելու, վերապատրաստվելու կամ հատուկ այդ հմտանալու ես ամեն ինչ ճիշտ էի անում կամ գրեթե ամեն ինչ կարելի ասել, որովհետև կան այնտեղ բաներ, նրբություններ, որ ասում ես, ահա ճիշտ է, կարելի է այդ էլի նկատի ունենալ, որ ավելի արդյունավետ լինի հարցազրույցը, այսինքն արդյունավետ այնա, որ պացիենտը կարողանա հասկանալ, որ իր համար կա միջոց, որ իրեն կօգնի ազատվել ակնոցներից կամ լինզաներից կոնտակտային ու մեր համար էլ դե որ պացիենտները համաձայնվեն, մեզ էլ օգուտ կբերի գումարային առումով ու այդպիսի շատ հետաքրքիր բաներ կար, իսկ ինչ վերաբերում է շատ լավ անցավ, շատ արդյունավետ էր։ Մենակ այն էր, որ քայլելը, որ մենք 16 կիլոմետրից ավելի հեռախոսը ցույց է տալիս, որ ես քայլել եմ առաջի օրը մենակ 18-ին, դե 17-ին դուրս եկանք, այնտեղ արդեն հյուրանոց, հաճաշկերույթ բան, հետո շատ մեծ հսկայական տարածքեր, դու չես զգում, որ դու այդքան քայլում ես, մենակ ոտքերս էր զգում ու մեկ էլ կոշիկներից, վերքերը ոտքերից ու ոչ մենակի, Վանեսային էլ էր տենց եղել ու հետո հյուրանոցն էլ էր շատ լավը, կարևորը շատ մոտ էինք վերցրել, մոտ էր բանին, այդ կենտրոնին ու մեկ էլ մենք ունենք նաև շաբաթօրը վերցրած ժամեր, էլի շաբաթօրը մինչև 12-ն էր լինելու, բայց մենք ուրբաթօրը վերջացրեցինք ամեն ինչ, գնացինք հոթել, պատրաստվեցինք ու դուրս եկանք, որովհետև գնալուց տեսակ ինչքան խցանումներ ու այդքան մարդ պետքա հետ գար, այսինքն դե տարբեր ուղություններով էին գնում, բայց պետքա այդ Նյուրնբերգից դուրս գային ու հենց այնտեղ մինչև ավտոբան արդեն դուրս է գալի Մայրուղի ու թեքվում է, այդտեղ մեզնից հետո արդեն բան որ ժամերով խցանումներ ա եղել քաղաքից դուրս եկող, դե արդեն մարդիկը բոլորը հանձնել են իրեն, պետքա հանձնեն իրենց հոթելները, դե հոթելներն պետքա մինչև 12-ը հանձնես։ Այդ նշանակում է առավոտ պետքա շաբաթ առավոտ արթնանայինք բոլորս, իրերը պատրաստ էինք մեքենաների մեջ դնենք կամ ովքեր մեքենաներով չեն եկել հետները տանեն, որ այդ բանից հետո 12-ը մինչև հետո պետքա արդեն բոլորը ճանապարհ ընկնեին ու պատկերացնում եք ինչ խցանումներ էր լինել ու եղել էր, որոշեցինք չէ ավելի լավ է այդ մի քանի ժամը
ոչինչ, այդքան ինֆորմացիա, այդքան բաներ արդեն ունեինք, մենք խնայեցինք, դուրս եկանք ուրբաթ երեկոյան, կես գիշերը չկար դեռ արդեն հասել էինք ու շաբաթ կիրակին կարողացանք լիարժեք հանգստանալ տանը, իսկ ինչ վերաբերվում է ճիշտ որոշում էր, իսկ ինչ վերաբերվում է այդ ուղղակի ես ապշած եմ, ոնց կարող է մի տարվա մեջ, որտեղ մենք ունենք սարքեր, որը բժիշկը վերցրել է անցած տարի, այսինքն դու փորձում ես, ստուգում ես, թե քեզ դուր է գալիս, դու համագործակցում ես, իհարկե այնտեղ են նաև այն բոլոր լիզաների, այդ սարքավորումների ֆիրմաները, որոնց հետ մենք համագործակցում ենք արդեն ու իրենք ցույց էին տալի արդեն ինդուստրիայի այդ վերջին ճիճը ու նայենք անցած տարի, որ ինքը գնել է, ասենք այդ լազերային սարքավորումները, այս տարի ինչն է փոխվել, ինչքան են կոմբինացրել, ասենք մի քանի սարքավորումի փոխարեն կարող ես ունենալ մենակ մի հատը ու կատարի նույնը, նույն ֆունկցիան էլ ավելի լավ չգիտեմ, ուղղակի որ կարելի է ամեն ինչ անում է սարքավորումը, մարդ կարող է ինքն իրան զետեստ անել, գժանոց մի խոսքով շատ ու մի քանի բաներ կար, որ գրել ենք, այսօր վաղը բերելու են փորձարկումներ անենք, տեսնենք ոնց մի խոսքով շատ արդյունավետ էր, շատ լավն էր, շատ լավ անցավ, այդ էլ էսենց մի փոքր ասի, բայց արդեն 8 րոպեա խոսում եմ այն մասին, թե ինչ կոնգրես էր, ինչ միջոցառում էր ու ինչ էր ուտելիքը, խմիչքը, ամեն ինչից անսահմանափակ ու բոլոր ֆիրմաներն էլ հրավիրում էին ընդմիջման մեծ ռեստորանում, հետո երեկոյան արդեն ռեստորաններում, իհարկե որոշ ժամանակ մենք հրաժարվում, դեռ մի քանի բան միանգամից էին հրավիրում կամ գնում էինք մի տեղ, ողջունում, մի փոքր մի հատ ոչ ալկոհոլային կոկտեյլ խմում, հետո գնում մյուսին, որտեղ մի քիչ էլ անհարգալից է մերժել իրենց հետո բայց որոշեցինք նաև ուզում ենք մենք մենակ առանց որտեղ մի տեղ գնալ ճաշկերտի որտեղ 300-500 հոգի են ուզում ես մի քիչ էլ մենակ մնալ այդ էլ հասցրեցինք մանեկանք մի խոսքով շատ լավ անցավ հիմա գնում ենք նոր ուժերով նոր ողջավորվածությամբ գնում ենք նոր աշխատանքային շաբաթ սկսելու գնացինք սիրելիներս այսօրվա համար այսքանը լավ մնացեք լավ եղեք մինչ նոր հանդիպում